Մտածեք մինչև 20 րոպե, խնդրեմ։ Ազգային ժողովի հարգելի փոխոստնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, առաջնահերթ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը իմ թեկնածությունը այս պաշտոնում դիտարկելու առաջադրելու համար եւ ուզում եմ նաեւ Թորոս կարճ, բայց շատ այո ակտիվ աշխատանքի համար եւ արդյունավետ եւ նրան մաղթել արդեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում արդյունավետ կառավարում։ Հարգելի Տիկին Գյուրեղյան, ճիշտ ասած ես չէի ուզի անդրադառնալ այս խոսույթին, ես չէի ուզի անդրադառնալ այս հարցին, բայց դուք ինձ ստիպեցիք, որ ես անդրադառնամ այս հարցին եւ ես կանդրադառնամ։ Ես երբեք իմ աշխատանքային գործունեության ընթացքում չեմ խախտել բժշկական սուբորդինացիայի կանոնները, բայց ես այսօր կխախտեմ ձեր թույլտվությամբ իհարկե բժշկական սուբորդինացիայի կանոնները եւ կասեմ հետեւյալը։ Նախ առաջին հերթին որպես մանկավարժ դուք կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին տիրապետում է 16500 բուժքույր Հայաստանի Հանրապետությունում եւ առանց որի, առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար օղակի կլինի, եթե չլինի այդ օղակը։ Բացի այդ, իսկ ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Մենք մի կողմից ուզում ենք միջին մասնագիտական կրթությունը բերել արդիականացնել ավելի շատ մարդիկ ունենան միջին մասնագիտական կրթություն, մյուս կողմից ասում ենք, որ պետք է բոլորը ունենան բարձրագույն կրթություն, այդպես ոնց է լինում եւ արդյոք մեկը մյուսի հետ կապ ունի, որտեղ բարձրագույն կրթություն անցածները այլ գործառույթ են կատարում, միջին մասնագիտական կրթություն անցածները այլ գործառույթ են կատարում, բայց ես հիմա ձեզ կհիշեցնեմ բարձրագույն կրթություն ունեցած 10 էջանի կենսագրություն ունեցած մարդու իմիջիալուց ձեզ շատ լավատեղիք, բոլորիդ լավատեղյակ Արամ Մինասյանի կենսագրությունը, իդեպ ես դա կարդացել եմ։ Արամ Մինասյանը 30 տարի երևի եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենը եւ ես 18 թվականին մտել եմ այդ հիվանդանոց, ինչին եմ ականատես եղել, որ այդ հիմնարկը կարելի էր կոչել ամեն ինչ, բացի հիվանդանոցից։ Ինչ բառ ուզում եք գթեք, չգիտեմ, մարդկային գիտակցությունը, մարդկային երևակայությունը ինչքան կարող է անսահմանափակ լինել, ինչ ուզում եք գթեք, բայց ոչ հիվանդանոց, դա առողջապահական կենտրոն չի եղել։ Եվ 2.5 տարիների ընթացքում ես բավականաչափ աշխատանք եմ այնտեղ կատարել եւ դրա մասին կխոսեմ բոլոր այն մարդիկ, ովքեր դրան ականատես են եղել։ Այս փոքրիկ կենսագրությունը, ինչպես որ դուք նշում եք, այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք, գիշեր եւ ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն, անընդհատ, շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ, անընդհատ։ Հոգատարություն է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում, սեր է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում, հարգանք է թաքնված, որը ասում եմ, ես երբեք չէի ուզի խախտել, որովհետև ես կարծում եմ, որ բժիշկ բուժքույր հասկացողությունը դա մի ընդհանուր համակարգ է, դա պետք է չբաժանել իրարից ոչ մի պարագայում։ Թերևս այսքանը կասեմ սկզբի համար, բայց թող ինձ ներեն բոլոր բժիշկները եւ բոլոր բուժքույրերը, ես ոչ մեկի մասնագիտությունը չեմ դնում կասկածի տակ, ոչ մեկի։
որտեղ նրանք ամեն մեկը կատարում է իրեն տրամադրված գործը, հասանելիք։ Իսկ հիմա հիմնականի մասին ես կխոսեմ առողջապահության եւ բացերի եւ այս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների մասին։ Կրթություն եւ էթիկա։ Հարգելի գործընկերներ, բազմիցս եմ ասել, որ յուրաքանչյուր պետության ամուր հիմքը որակյալ մրցակցային կրթությունն է։ Բազմիցս եմ նաեւ նշել, որ հատկապես բժշկական ուսումնական հաստատություններ չպիտի ընդունվեն բոլորը եւ չպիտի ավարտեն բոլորը։ Հիմա հարց կառաջանա, թե ես ինչու եմ այս հարցում այսքան կտրուկ։ Երկար տարիներ աշխատելով առողջապահության ոլորտում համոզվել եմ, որ բժիշկներ, բուժքույրեր դառնում են միայն նրանք, ովքեր սիրահարված են այդ մասնագիտություններին։ Մենք բուժաշխատողներս ուղիղ հրամայական ունենք։ Մեր գործը կապված է մարդկանց կյանքերի հետ եւ մենք իրավունք չունենք ուղակի սխալվելու կամ գոնե այնպիսի սխալներ անելու, որոնք մարդկանց կյանքին վտանգ կհանդիսանան։ Բժշկությունը չի կարող լինել միջակ, այն պետք է լինի լավ կամ գերազանց։ Բայց միևնույն է, բժիշկ դառնալու ճանապարհը շատերի համար մնում է անհասանելի։ Բժշկական համալսարանն ավարտելուց հետո հաջորդ քայլը կլինիկական օրդինատուրայում ուսանելն է, որտեղ ուսանողները ընտրում են ուղղություններ եւ արդեն սկսում են սովորել աշխատել պրակտիկ դաշտում պացիենտների հետ։ Եվ այստեղ գալիս է մեկ այլ մարտահրավեր։ Ավարտելուց հետո արդեն որակավորված երիտասարդ բժիշկը չի կարողանում գտնել աշխատանք։ Բոլորի համար գայթակղիչ է Երևան քաղաքը, բայց վստահեցնում եմ, որ մենք ունենք շատ քաղաքներ, որտեղ կարելի է ոչ միայն աշխատել, այլ ապրել, արարել ու զարգացնել։ Հենց այստեղից էլ սկսվում է առողջապահական համակարգի դժբախտությունները։ Չնայած առկա խնդիրներին մենք պետք է չկանգնենք եւ քայլ առ քայլ կատարելագործենք մեր առողջապահությունը, որն էլ արվում է բժշկական համայնքի հավատարմագրվելով ՇՄԶ ծրագրերով։ Մենք պետք է առողջապահության ոլորտում ձևավորենք նոր մշակույթ։ Առողջապահության պահպանման առաջնային օղակ։ Պետք է ընդունենք, որ այս օղակում լայնածավալ լավարկումներ է եղել կառավարության եւ քաղաքապետարանի կողմից։ Դրանք են բժիշկների եւ միջին բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում, նեղ մասնագիտական ծառայությունների ավելացում, բժշկական կազմակերպությունների նոր սարքավորումների վերազինում, բայց այստեղ էլ մենք դեռ ունենք էթիկայի խնդիր։ Երբ օրինակ զանգում ենք պոլիկլինիկա հերթագրվելու, չենք ստանում բարեհամբույր եւ ճիշտ պատասխան։ Պացիենտի հետ խոսելիս բուժաշխատողը չի նայում պացիենտի աչքերի մեջ, որ պացիենտը համոզված լինի, որ իրեն լսում են եւ հենց այս մոտեցումն էլ պացիենտի մոտ առաջացնում է անվստահություն բուժաշխատողի հանդեպ։ Միաժամանակ գրում ենք, լսում եւ բուժում ենք։ Պացիենտի հետ խոսում ենք դույով, այնինչ 11 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացու հետ պետք է խոսել դուքով։ Այսինքն մենք դեռ սովետական համակարգի բարքերից դուրս չենք եկել։ Թվում է, թե ինչ-որ պրիմիտիվ բաներ եմ ասում, բայց վերջիններս ավելի քան կարևոր են։ Մի կողմից դժգոհում ենք, որ քաղաքավարություն չկա, մյուս կողմից մենք չենք օգտագործում քաղաքավարության կանոնները։ Հիվանդությունների կանխարգելում։ Քանի որ մեր կառավարությունը որդեգրել է հիվանդությունների կանխարգելման քաղաքականությունը, ես մեծ ուրախությամբ պիտի առանձնացնեմ մեր ֆիքսված եւ շրջիկ սկրինինգային ծրագրերը։ Դրանք մեր ժողովրդի համար ամենահաջողված եւ ամենակարևոր ծրագրերից են։ Դրանք վերջիններս կանխում են հիվանդությունների անբուժելիությունը։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ, տրված ժամանակացույցով անցնել այդ սկրինինգային հետազոտությունները չարաբաստիկ հիվանդությունները վաղ շրջանում կանխելու համար, եթե իհարկե դրանք հայտնաբերվում են։ Մեր կառավարության օրոք ընդլայնվել են սիրտ անոթային հիվանդությունների, մասնավորապես աորտայի անևրիզմայի եւ գլխուղեղի կաթվածների հետ կապված ծրագրերը, որոնց վիրահատությունները կատարվում են բացառապես պետպատվերի շրջանակներում։ Ընդլայնվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունները, ընդգրկելով արտոնյալ եւ անվճար պայմաններով շահառուների։ Պետք է նշեմ նաև օրգանների փոխպատվաստման ծառայությունների մասին, լյարդի, երիկամների, ոսկրածուծի հողունային բջիջների աուտոփոխպատվաստումը։ Սրանք այն ծառայություններն են, որոնք կյանքի են կոչվել պետության ուղիղ հոգացության ներքո։ Ավելացել են անհետաձգելի բուժօգնության համար պացիենտների արագ ուղղաթիռով տեղափոխման դեպքերը։ Այս ամենի հետ մեկտեղ մարտահրավեր է մնում քաղցկեղը, որի ամբողջական բուժումը պետությունը դեռ չի կարողանում ծածկել։ Այսինքն որոշ քիմիոթերապևտիկ դեղամիջոցներ դուրս են մնում պետական պատվերի շրջանակներից, որոնք ինչ խոսք թանկ են, հաճախ անհասանելի մեր քաղաքացիների համար։ Բայց ես լիահույս եմ, որ այս հարցը կլուծվի առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հետ զուգահեռ։
Դեղերի շուկա։ Առողջապահության ոլորտում դեռ մարտահրավեր է դեղերի շուկան։ Չնայած ունենք ազատ տնտեսական հարաբերություններ եւ մրցակցային շուկա, ցավոք ունենք դեռ շատ դեղորայքներ, որոնք անհասանելի են բնակչության համար։ Այո, մեր դեղերի շուկան գրավիչ չէ շատ եվրոպական երկրների արտադրողների համար, սակայն պետք է ամեն ինչ անել, որպեսզի եվրոպական բարձրակարգ ընկերությունների արտադրած դեղերը մտնեն Հայաստան։ Այս հարցը հավելյալ քննարկման կարիք ունի եւ ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք առողջապահության նախարարության հետ գտնել լուծումներ։ Հիվանդանոցների կառուցում եւ վերակառուցում։ Վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան նոր հիվանդանոցներ, բուժման նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորումներ եւ նոր առողջապահություն։ Քրեակատարողական հիմնարկներում Առողջապահության նախարարությունը նոր մոդել սահմանեց, քրեակատարողական հիմնարկների համար ստեղծելով նոր պայմաններ ամբուլատոր եւ ստացիոնար ծառայություններ ազատազրկված քաղաքացիների համար։ Առաջինը ներդրվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Ստորաբաժանումը հագեցած է դիագնոստիկ եւ լաբորատոր գործիքակազմով եւ 95 մահճակալով։ Վստահ եմ, որ կառավարության ֆինանսավորմամբ այս նոր մոդելը ել ավելի որակյալ բուժօգնություն կմատուցի մեր քաղաքացիներին։ Նպատակահարմար եմ համարում փոքրիկ անդրադարձ կատարել Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը։ Ներկայումս առողջապահության բնագավառի ծախսերը այնքան շատ չեն, որ կարողանան ուղղել մեր քաղաքացիների տրամադրված բուժօգնությանը ամբողջությամբ։ Այն քիչ է եւ հարկ է օգտվել տարբեր երկրների միջազգային փորձից գտնելու ճանապարհներ եղած ֆինանսները ավելացնելու արդյունավետ օգտագործելու համար։ Ներկայումս առողջապահության պետական ֆինանսական միջոցների պակաս լինելն ու գրպանից դուրս կատարվող վճարովի ծախսերի անկառավարելիությունը խոչընդոտում են համակարգի զարգացմանը եւ բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը։ Նպաստում բազմաթիվ ընտանիքների աղքատացման առողջապահական ծախսերի պատճառով։ Խոչընդոտում բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների հասանելիության եւ ֆինանսական մատչելիության բարելավմանը։ Ունենալով այս պատկերը վերջին տարիներին առողջապահության ոլորտում նախատեսվում է կատարել բարեփոխումներ, անցնել առողջապահության համապարփակ ապահովագրությանը։ Դրանով նախատեսվում է բարձրացնել առողջապահության բնագավառում ծախսվող գումարների արդյունավետությունն ու նպատակայնությունը եւ բարելավել բժշկական օգնության սպասարկման որակը, ներդնելով առողջապահության ֆինանսավորման համար եկամուտի հավաքագրման կանխավճարային մոդել պետության հաշվարկված համաֆինանսավորման։ Համապարփակ ապահովագրության համակարգը նախատեսում ենք ներդնել փուլային եղանակով։ Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն պետության կողմից սահմանված բնակչության խմբերը, այդ թվում նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձիկ, մինչև 18 տարեկան երեխաներ, բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված այլ անձիկ, սոցիալական փաթեթում ընդգրկված շահառուներ։ Երկրորդ փուլում կընդգրկվեն 63 եւ բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաեւ պետական հատվածի վարձու աշխատակիցները։ Երրորդ փուլում ապահովագրության համակարգում կընդգրկվեն բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձիկ եւ գյուղատնտեսությունում զբաղվածները։ Ապահովագրության համակարգը լինելու է պետական հիմնադրամի կողմից կառավարվող, մասնավոր ապահովագրության ընկերները ներգրավված չեն լինելու այս գործընթացին։ Պետական հիմնադրամի ծախսերը արտահայտված են լինելու յուրաքանչյուր տարվա բյուջեում, ինչը ազգային ժողովի կողմից վերահսկելի կդարձնի հիմնադրամի գործունեությունը։ Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված առաջիկայում օրենքի նախագիծը կբերվի ազգային ժողով եւ հանձնաժողովը կկազմակերպի լսումներ, տարբեր աշխատանքային քննարկումներ։ Դրան զուգահեռ առողջապահության ոլորտը պատրաստվում է համակարգի ներդրմանը։ Նախատեսվում է կառուցել եւ վերակառուցել բժշկական հաստատություններ, դրանք համալրել նորագույն սարքավորումներով։ Համակարգի ներդրման նախապատրաստվում է նաեւ ԱԱՊ համակարգը։ Վերանայում են բժշկական համայնքի ֆինանսավորման սխեմաները։ Օրինակ ԱԱՊ համակարգում ներդրնել ֆինանսավորման բոնուսային սխեմա եւ կատարվում են այլ աշխատանքներ։ Հարգելի գործընկերներ, առողջապահության համակարգը այնքան մեծ է, որ առողջապահության մասին անվերջ կարելի է խոսել։ Ես առաջարկում եմ, եթե կան հարցեր, հարց ու պատասխանով շարունակել մեր երկխոսությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Հունանյանին հարցերով դիմելու համար գրանցում։
Լիլիթ Կիրակոսյան։ Շնորհակալ եմ։ Տիկին Հունանյան, իհարկե ձեր կենսագրության մեջ կարծես թե բացր թողնված են հատված,